Բարի օր իմ սիրելի հետևորդներին, սիրելիներս, հազիվ ժամանակ գտա մի փոքր վիդեո տեղադրեմ ձեզ համար։ Մեր բարխցիները համարյա վերջանում են, այսօր գնացել ենք ապրանքի, ամուսնուց հետ բարխցիներ են բերել, նույն այն սովտերը ինչը որ մենք ունենք։ Սեղանս համարյա դատարկվում է, այստեղ խոստաներն եմ դրել, նագարետնի ծաղկամաների մեջ։ Այստեղ պիտունյաներս նայեք ինչ ոյովացել են։ Գազանյաներս մի քիչ մնացել, այս կողմը դեռ արև չկա, նրանք չեն ծաղկում։ Այստեղ նայեք լաբելյաները, ոնց որ արդ լինի, գեղեցիկ ուղղակի ծաղկել են սպիտակը կապույտի հետ, կապույտը համարյա վերջացել է, ինչ ունենք գրեթե այստեղ է։ Այսօր անգամ չկարողացանք ջերմոցներից գտնել կապույտ լաբելյա, գոնե մեկ պալետ բերենք, որպեսզի հաճախորդները գնեն, որովհետև կապույտը ավելի շատ են վերցնում, քան թե սպիտակը։ Ագերատումս է մնացել մի քանի հատիկը։ Այստեղ ունենք դանդուրի ծաղիկները, պարտուլակները։ Նայեք սիրելիներս, տույաներս եմ դրել սեղանի մեջտեղը, նայեք իմ սիրուն տեսքատավները։ Ցիներարյաներն են, գերանինը մի քանի հատ, սալվիաները, սալվիա։ Նայեք կոլյուսս ինչ գեղեցիկ է, Հայաստանում ասում են խալի ծաղիկ, հել ոնց են անվանում, չգիտեմ։ Այստեղ նայեք սիրելիներս, գայրլանդյաներս արդեն ծաղկել են, հիշում եք ձեզ ցույց եմ տվել, մնագալիետնի են, ունեմ դեղինը, հələ նայեք ինչ հրաշք է դեղինը, ժողովուրդ, սա մուք է բարտովին, գեղեցկություն, հələ մի հատ այս ծաղիկը, նայեք ինչ հետաքրքիր է, ինքը ծաղիկը ռախիդ է, հələ նայեք, բայց ինչքան սիրուն ծաղկել է երկու կողմանի, ոնց որ զույգ լինի, ասում եմ վասմյորկա, ինքը 8-ի նման է, շատ սիրուն է ուղղակի։ Այստեղ օսպորպիեմուս է ծաղկում արդեն, այս տարի մենք չենք աճեցրել, ճիշտն ասած սատիլը բերել եմ ու տեղադրել եմ վաշինների մեջ, որպեսզի նրանք երկար մնան։ Նայեք ինչ գեղեցկություն են բերել բեգոնյաները մեծ ծաղկամանների մեջ, որպեսզի տնկեն, հələ մի հատ նայեք ժողովուրդ։ Հոպանցիկ դեղին է, ինչքան գեղեցիկ է, նայեք սիրելիներս, կողքից ցույց տամ, այսպես հանում ենք, հատով վաճառում ենք, նայեք, արդեն պատրաստի արմատներով, ինքը արդեն պատրաստի թաղար է, ու շատ են տանում հաճախորդները, նայեք, այստեղ կարմիրն է ծաղկել, վարդի նման, նայեք ժողովուրդ, ինչ հրաշք կուստարնիկ են բերել վաճառքի, հեսա կասեմ ոնց է կոչվում, նայեք ինչ հետաքրքիր ծաղկել է, այսօր հենց տեսա, ասեցի ես անպայման պետք է այս կուստարնիկը տանեմ վաճառքի, հեսա ասեմ ոնց է կոչվում ինքը, հեսա անվանումը Բրեստոլ Ռուբի, շատ հետաքրքիր բան է, ինքը մեծ կուստարնիկ է դառնում, մեծ քոլ է դառնում, այստեղ ժասմինի ծառ են բերել վաճառքի, մախրովի ժասմինն է, եթե ինքը հասցնի իմ մոտ ծաղկի, այս ժասմինը անպայման լրիվ ծաղկած վիճակում ձեզ ցույց կտամ։ Գարտենզիա են բերել Սամարսկա Լիդիա, ժողովուրդ ջան, գարտենզիաներս միշտ մնում են գարշոկների մեջ, անգամ իմ համար պահում եմ սենց մեծ գարշոկների մեջ, իրանք ահագին երկար են, մոտավորապես 2-ից բարձրությունն է, ուրեմն ասեմ, գարտենզիան սիրում է թթվային ջուր, 10 լիտր ջրին լցնում եմ թեթև ճաշի գթալ լիմոնի աղ և ամիսը մեկ անգամ պարտադիր ջրում ենք։ Սիրելիներս, այստեղ լաբելյաներս են, գազանյաներս են, նայեք ինչքան քիչ են մնացել, ինչ ունենք ծաղիկներ, գրեթե մնացել են միայն սեղանների վրա, համարյա լրիվ վաճառել ենք։ Այստեղ էլ ունենք պիտունյաները, ամբողջ այս երկու սեղանի վրան է,
սեղաններին էլ չունենք, գետին էլ չունենք պիտունյաներ։ Այստեղ ցույց տամ ձեզ վերջապես էուստոմաները տեղադրել ենք փոքրիկ ծաղկամանների մեջ, նայեք, կաշպոնների մեջ, եւ նրանք արդեն տոկոնել են, նայեք սիրելիներս, արդեն տոկոն են բերել։ Նայեք էուստոմաները ինչ լավ աճել են եւ արդեն պատրաստ են վաճառքի։ 4 գույն ունենք եւ շուտով նրանք ծաղկած կլինեն։ Նայեք այստեղ ժողովուրդ, բեգոնյաներս դրել եմ, այս բերած բեգոնյաները դրել եմ այս տիպի սպիտակ կաշպոների մեջ, նայեք ինչ սիրուն ծաղկել են։ Սիրելիներս, նաև ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ինչպես են աճում սալատները։ Սալատների արանքները ցանել եմ կանաչիներս արդեն ծլել են, սամիթ եմ ցանել, համեմ եմ ցանել եւ կոտեմ։ Հայերեն չգիտեմ կոտեմը, ասենց մենք միշտ սովորել ենք կոտեմ։ Նայեք ինչ լավ սալատներս աճում են, նրանք որպես թաղ արելի այս պլաստմասայից պալետների մեջ սերմերով ցանել եմ եւ այսպիսի տեսք ունեն։ Այստեղ ռեհաներս են աճում։ Հեսա ձեզ ցույց կտամ լոբիներս եւ խթաները։ Նայեք սիրելիներս, լոբին նույնպես տնկել եմ այս տեսակի ամանի մեջ, արդեն պատրաստի թաղար է։ Մինչև ջերմոցի պատրաստ լինելը, հողի պատրաստ լինելը, միշտ այսպես տնկում եմ ամանի մեջ, լավ արմատակալում է, նայեք, արդեն տնկելու ժամանակն է։ Այս 2 օրվա մեջ արդեն սկսենք տեղադրել հողի մեջ։ Սա էլ սպիտակ վարունգներն են, խթաները Հայաստանում ասած մարինադի համար եմ տնկել, առաջի անգամ տնկել եմ, Հայաստանից եմ սերմը բերել։ Նայեք սիրելիներս, նաև ցույց տամ այս բեգոնյան ջրի մեջ եմ դրել, որ ջրվի, նայեք ինչ գեղեցիկ ծաղկել է։ Հրաշք, մի հատ հրաշք է այս բեգոնյան։ Հələ նայեք։ Բայց ինքը շատ նուրբ է, մի բուջուր անզգուշ վերաբերվեցիր, նա անմիջապես կոտրվում են տերևներն ու ծաղիկները։ Սա էլ իմ տնկած կաշպոներն են, սիրելիներս, արդեն մեծանում են, նայեք ինչքան գեղեցիկ է, ամպելնի պիտուտյան, տնկել եմ բակոպայի հետ թափվող։ Ու ահագին ծախել եմ արդեն իմ տնկածներից, շատ քիչ ապրանք է մնացել, սիրելիներս արդեն։ Այստեղ այսօր բերել ենք վարունգի սացիվները, նայեք ինչ լավ պատրաստի սացիվներ են, հաճախորդը գալիս է, այսպես հանում ենք և պատրաստի թաղարը տալիս ենք արդեն։ Նայեք բակլաժանի սացիվները, իմ ռեհանները վերջացել են, հայկական ռեհանները, արդեն առնում բերում վաճառում ենք։ Եվ այստեղ մնացել են մեր բեգոնյաները, սիրելիներս։ Այս պոլկաների վրա մնացել են բեգոնյաներս, շատ քիչ են մնացել։ Նայեք այստեղ ինչ հրաշք ծաղկում են իմ մոտ ալիսյունները։ Նայեք ժողովուրդ, ինչքան սիրուն է, սրանք այն ալիսյուններն են, որը որ ես չէի հասցրել պիկիրովկա անել։ Սենց ջղայնացած բերեցի դրեցի այս մեծ կաշպոյից մեջ, ասցի թող սիրուն աճեն, նայեք ինչքան գեղեցիկ են։ Եվ այստեղ ունեմ կապուկ լաբելիա, նայեք ինչ հրաշք տեսք ունի լաբելիաս։ Հաճախորդներից ով գալիս է բոլորի աչքը այս լաբելյաների վրան է, նայեք ինչքան սիրուն են, ինչքան փարթամ են, գեղեցիկ, հələ նայեք մեջի կանաչությունը, ուղղակի ինքը վառ թանաքագույն է, այստեղ ինքը մի տեսակ ուրիշ գույն է երևում արևի տակ, այստեղ 3 եմ հասցրել գազանյաներս եմ տնկել 4 գույնի, այստեղ էլ գեարգինաներս են ծաղկում, ճիշտ ասած որոշել եմ թողամ սերմ վերցնեմ, չգիտեմ կստացվի թե չի ստացվի ժողովուրդ ջան։ Սիրելիներս նայեք ինչ գեղեցկություն եմ բերել վաճառքի։ Ինքը մնագալետնի է, ամառը կախվում է դրսում, իսկ ձմեռը կարելի է դնել տունը։ Նայեք ժողովուրդ ջան, ինչքան սիրուն է։ Ես այս տիպի կախովի ունեի վաճառքի, բուդրա էր կոչվում, ձեզ ցույց եմ տվել, սա էլ երևի նրա սորտերից է, սա էլ մի քիչ ուրիշ տեսակն է գարշոչնի։ Այսքանը սիրելի հետևորդներ,
խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք, ինձ համար շատ կարևոր է, գրեք ձեր կարծիքները մեր ծաղիկների մասին, հաջորդ վիդեոս կտեղադրեմ, թե ինչպես մշակել սենյակային ծաղիկները և ինչպես ստիպել ծաղիկներին, որպեսզի նրանք ծաղկեն։ Անպայման հաջորդ վիդեոս կլինի սենյակային ծաղիկների մասին, նոր ծաղիկներ եմ գնել ինձ համար, ցույց կտամ նաև ձեզ և ինչպես ստիպենք, որպեսզի սպատիֆիլիումը, անտուրիումը ծաղկեն և մնացած բոլոր ծաղիկները, ժողովուրդ ջան։ Դա женское счастье и мужское счастье, սպատիֆիլիումը կոչվում է женское счастье, իսկ անտուրիումը мужское счастье։ Ձեզ ցույց կտամ, թե ինչպես են աճում իմ մոտ ծաղիկները։ Այսքանով վերջացեմ իմ վիդեոն, սիրելիներս, բոլորիդ հաճելի օր եմ մաղթում, լավ մնացեք, առողջ եղեք և Աստծո կողմից օրհնված եղեք, սիրելիներս, մի մոռացեք լայքել և բաժանորդագրվել։